Մեր ասում եմ, մեր երկրի իշխանությունը նույն իր ոճին է, աշխարհով մեկ էլ ինգած մանագալի թեում ինչ տա։ Մենք այսօր փաստացի կանգնած ենք մի իրավիճակի մեջ, որ Հայաստանը իրականում բերել են նրան, որ Իրանից ոչինչ չի ներկայացնում։ Պարզ ասեմ ձեզ։ Ոչ մեկ չի ուզում մեր հետ ունենա գործ։ Մեր խնդիրները այնքան են ավելացել, պարզ է, ով որ կանգնեց Հայաստանի կողքին, իր վրա վերցնելու է Հայաստանի խնդիրները։ Սա մեծ հարց է։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Ինքը մարդ է գտնում, ուղարկում է բարձր պաշտոնյա, ուղարկում է Բաքու, մասնակցելու, չգիտեմ ինչ ընդ ժողովի, բայց չի ուղարկում ԵԱՏՄ ոչ մեկին, բայց մենք մեր համար ԵԱՏՄ-ն շատ ավելի մեծ եւ вообще ԵԱՏՄ-ի հաշվին ենք այսօր կարամ ասեմ մենք ինչ որ գոյություն են ունենում։ Բաքու մարդ է գտնում ղրգի, Մինսկ չի գտնում ոչ մեկին։ Թերությունները մեծ է։ Մենք չենք կարելու այս վիճակից, քանի դրանք իշխանության են, մենք դուրս գանք։ Տեսեք ինչ են անում։ Մի հատ մանգապարտեզի պատ են նկարում, ներկում, այսինքն ցույց են տալի, որ մանկապարտեզ են ռեմոնտ արել։ Մի հատ դպրոցի եսիմ ինչ են անում, բերում ցույց են տալի, որ դպրոցի եսիմ ինչ են սարքել։ Երկրում հանցագործությունը շարունակում աճել։ Օր չկա, որ մենք չնայենք մեր մամուլը ու չտեսնենք ինչ որ ոտնձգություններ, սպանություններ, դիակներ են հայտնաբերում եւ այլ։ Հետո մի բան էլ ասեմ։ Ինչքան պետք է մարդիկ լինեն իշխանության, որ իրանք համարվեն հին։ Նախկինները եղել են 10 տարի։ Սա արդեն 8-րդ տարին է։ Հիմա ինչքան պետք է լինի, որ իրանք համարվեն հին։ Հա ասում են հներ։ Դուք էլ եք արդեն հինը, ժամանակն եղե, հենեք, ռադնետ քաշեք գնաք։ Որտեւ Հայաստանի այսօրվա վիճակը այնպիսին է, որ եթե մեր իշխանությունը մի քիչ ինքնասիրություն ունենար, մի քիչ այդ մարդիկ ունենային ինքնասիրություն, իրանք այսօր չէին ունի իշխանություն։ Եվրոպայի օրենքներն է ուզում բերի մցնի մեր մոտ, հա։ Բայց տեսնում եք, Եվրոպայում մի փոքր թերություն անելում, նույն Ֆրանսիայում մենակ այս տարվա ընթացքում քանի վարչապետ փոխվեց, որտեղ երկիրը այնպիսին է, որ մարդիկ ոչ մեկ չի եկել ինչ որ սպառնաց է, ոչ մեկ ինչ որ տենց մեծ 500 միլիոնանոց միտինգներ չեն արել։ Վարչապետը եկել է ինքն եզրակացության, որ ինքը պետք է գնա։ Մեր պարագայում դա անհնար է։ Ու ես ձեզ ասեմ, ինքը ընտրությունները ապագա կեղծելու է։ Այսօր բոլոր ժողովների ժամանակ իր ենթական նախարարները հայտարարում են, որ իրանք 26 թվին ընտրվելու են, հանկարծ չկասկածեք։ Եթե ընտրվելու եք, ինչ եք ասում։ Դա ժողովի ժամանակ։ Ում եք համոզում ձեզ, ինքներդ, թե ձեր դիմացի նստածներին։ Մենք բազմիցս առաջարկել ենք լուծման տարբերակներ։ Մենք բազմիցս ասել ենք, սա չի կարելի անել, այսպես չի կարելի անել, բայց մարդիկ չեն իրանց բանը քշած, գիտեն թե երկիրն էլ է հեծանիվ, ոնց ուժի այնտես կքշի, կուզի Կոպենհագենում կքշի, կուզի չգիտեմ Երևանում կքշի, կուզի որտեղ կուզի քշի։ Պետք է հասկանան, որ մեր երկիրը հեծանիվ չի։ Հակառակորդը շարունակում է զինվել։ Ադրբեջանը հազարավոր անօթաչու թռչող սարքեր է առնում։ Ում համար է զինվում։ Ում համար է այդ զորամասերը կառուցում, եթե չի պատրաստում մեր այդ պատերազմել։ Ում համար։ Աշխատանք են տանում։ Այսօր հայտարարում են, որ չգիտեմ ինչ եղբայրական եսի ինչեր են գտել, ասենք Քելբաջարում,
այնտեղ ինչ որ ուրիշ ուղություններով անհետ կորած իրենց այդ զինվորների, ասենք, զինվորներին են ման գալի։ Մենք ոչինչ չենք անում, ոչ մեր երկիրը, ոչ գերիների մասով, ոչ անհետ կորածների մասով, ոչ այն դաժանությունների մասով միջազգային դատարան չի մտնում, ոչ մի բան չեն անում։ Միայն ու միայն կզում են, մեկ էլ վերցնում մի րոպեանոց եւ համ էլ մի հատ դիմեմ։ Բանավեճ է կանչում հին ղեկավարներին, որտեղ երկու անգամ իրենց ֆոնին ինքը ընտրվել է։ Երկու անգամ։ Հիմա երրորդը ինքը հասկանում է, որ նորից նույն խաղացողները պետք է լինեն։ Եթե դու սովոր ես հաղթել, սպորտում էլ է, չէ՞, տենց, եթե մեկին հաղթում ես, մյուս մարտի ժամանակ այդ կամ այդ սպարինգա է, կամ չգիտեմ ինչի, շախմատա, ինչ ուզում է լինի։ Դրա ժամանակ երրորդ, երկրորդ անգամ ավելի վստահ ես հետում այդ խաղին, որտեղ գիտես, որ նախորդում երկու անգամ հաղթել ես։ Այդ դա է իր բանը, այդ վստահությունը, եթե կարգա են հիները։ Մեր հիներն էլ չեն հասկանում, որ եթե իրենք այսօր ասեն, հայտարարեն, որ իրենք քաղաքականությունից դուրս են գալի, սա երկար չի մնա, բայց ցավոք սրտի այդքանը չեն հասկանում ու բացի դրանից իշնորհիվ իրանց մենք Արցախ կորցրինք, ես ասեմ բոլոր ղեկավարների մեղավորությունը տեկա ու այսօրվա ղեկավարը չի բանանում, ոչ միտեղ հարց չի բարձրացնում արցախցիների վերադարձը դեպի Արցախ։ Էլիտան շատ արագ տեղավորվեց Հայաստանում, մանավանդ Հայաստանի շուկայում, շատ արագ տեղավորվեց, այն մնացածն էլ ասենք հասարակ ժողովուրդը ինչ անի։ Էջմիածնի մասով ասեմ, որ ուսումնասիրում ենք Էջմիածնի այդ ներքին այսօրվա իրավիճակը, ինչ ասեմ, տաղանդավոր երկրի իշխանություն ունենք քտարով, ուղղակի քտարով, սա քեն ընդեղ։ Գնում են մարդկանց արդեն տեղեկություն ունենք, մտնում են, սպառնում են։ Ճիշտ ասած, ես զարմացած եմ մի հերոսի տղու վրա, որ ասենք անցել է այդ մարդկանց կողմը, որ հանձնել են այն հողերը, որի համար իր հայրը զոհվել է։ Եվ այսօր էլ փորձում է ճնշումներ գործադրի այն կատեգորիայի վրա, որոնք ասենք էլի պատերազմին մասնակցած տղեկ են, մարդիկ են, շատ ցավալի է։ Մենք պայքարելու ենք, շարունակելու ենք մեր պայքարը, մենք չենք հանձնվելու եւ անպայման հաղթելու ենք։